Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը։ Նախ պետք է հասկանանք ինչ է երանությունը, ինչ է թշվառությունը, ինչու երանության համար հալածանքը շատ կարևոր է։ Եվ արդյոք այսօր հալածանքներ կան հանուն արդարության։ Մի շարք հարցեր են, որ մենք պետք է պարզաբանենք եւ կարեւոր է, որ իմանանք հստակ ճիշտ խորիմաստ մոտեցում այս հարցին։ Ինչ է երանություն, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Երանություն նշանակում է բոլոր բարիքների ամբողջացում։ Բարիքները մարդու լինում են հոգևոր եւ մարմնավոր։ Երկնքի արքայության մեջ այս բոլոր բարիքների ամբողջացումը պետք է լինի։ Օրինակ, մեր մարմին այս աշխարհում առողջ չէ, չէ՞։ Երբեմն հիվանդանում ենք, կատարյալ առողջ մարդ կարելի ասել չկա աշխարհում, բայց երկնքի արքայության մեջ արդարներն ու սուրբերը կատարյալ առողջություն պետք է ունենան։ Ուրեմն մարմնավոր երանություններից մեկը կատարյալ առողջությունն է։ Մենք այս աշխարհում ծերանում ենք, ի վերջո մահանում ենք։ Երկնքի արքայության մեջ կատարյալ տարիքին պետք է լինեն արդարները, չեն ծերանալու։ Կատարյալ տարիքը ո՞րն է։ 30-ամյա հասակն է, որտեղ 30 տարեկանում Ադամը ստեղծվեց, 30 տարեկանում Քրիստոս մկրտվեց։ Ուրեմն 30 տարեկանը դա կատարյալ տարիքն է, բոլոր արդարներն ու սուրբերը երկնքի արքայության մեջ միշտ 30 տարեկանում պետք է լինեն, չեն ծերանալու։ Մինչև այդ դեռևս կատարյալ տարիք չի, դրանից հետո կրկին կատարյալ տարիք։ Ուրեմն կատարյալ տարիքը համարվում է ըստ եկեղեցու հայրերի 30 տարեկան։ Անծերանալի հասակ են ասում։ Արդարները երկնքի արքայության մեջ անծերանալի հասակ պետք է ունենան, 30 տարեկանից չեն ծերանալու։ Անմահ են լինելու։ Այս աշխարհում մեղքի պատճառով մենք մահկանացու դարձանք, որտեղ Աստված Ադամին ասաց, երբ ուտես կմեռնես։ Մենք էլ կերանք Ադամի հետ ու մահկանացու դարձանք։ Մեռնում ենք այս կյանքում։ Եվ Ադամը երկու մահ ապրեց։ Նախ հոգով մեռավ, այնուհետև 930 տարի ապրելուց հետո մարմնով մեռավ։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս, երբ աշխարհ եկավ, այս երկու մահվան գինը վճարեց, երկու ծնունդ տվեց մեզ, երկու մահվան փոխարեն։ Առաջին ծնունդը մեզ տվեց, երբ որ մկրտվեց։ Մեզ էլ վերստին ծնունդ ասաց, ով հոգուց եւ ջրից չծնվի, չի կարող մտնել երկնքի արքայություն։ Եվ երբ երկրորդ անգամ ծնվեց, այսինքն մեռելներից հարություն առավ, առաջինը հոգևոր ծնունդ, երկրորդը մարմնավոր ծնունդ տվեց, այսինքն Քրիստոսի մկրտությամբ մենք հոգու մահվանից ազատագրվեցինք, Քրիստոսի հարությամբ մենք մարմնի մահվանից ազատագրվեցինք։ Մեր մարմիններն էլ պետք է մեռելներից հարություն առնեն։ Վերստին ծնունդը եւ մեռելների հարությունը, Քրիստոսի մկրտությունը եւ հարությունը մեզ հոգու եւ մարմնի մահվանից ազատագրեցին։ Ուրեմն Քրիստոսով մենք անմահացանք։ Սկզբում հոգով, հետո մարմնով։ Ինչպես Ադամը սկզբում հոգով էր մեռել, հետո մարմնով մեռավ, այդպես էլ մենք սկզբում հոգով ենք կենդանանում եւ աշխարհի վաղճանին նաեւ մարմնով կկենդանանանք մեռելների հարության ժամանակ։ Մեր մարմինները առողջ կլինեն եւ հզոր կլինեն։ Այսօր մարդը ուժը տկարանում է, չէ՞, ձեռքի ուժը, մեջքի ուժը, ոտքի ուժը, աչքերի լույսը, ականջների լսողությունը, բերանի համը,
հոտառությունը, այսպես բոլոր մեծ զգայանները տարիքի հետ տկարանում են, մեզանից հեռանում այդ բոլորը, բայց երկինքի արքայության մեջ մենք կատարյալ հզոր կլինենք, զորեղ կլինենք, ուժեղ կլինենք, լավ տեսողություն կունենանք, լավ լսողություն կունենանք, համ, հոտ, այդ բոլոր մեծ զգայանները շոշափելիք ամեն ինչ, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, Տիրոջ խոսքը մեկնելով մենք կմտնենք երկինքի արքայության մեջ, երկինքի արքայության մեջ մտնել ինչ է նշանակում, ներգրավվել, ընկղվել, ամբողջովին կընկղվենք երկինքի արքայության մեջ, թե զգայարաններով, մարմնով, թե հոգով, թե մտքով, թե էությամբ ամբողջովին կմտնենք երկինքի արքայության մեջ, նախ երկինքի արքայությունն է մեր մեջ մտնում, այնուհետև մենք ենք մտնելու երկինքի արքայության մեջ, ուրեմն այս բոլորը մարմնավոր բարիքներն են, երանություններն են, որ Աստված խոստացել է իր սիրելիներին, բայց սրան զուգահեռ կան նաև հոգևոր երանություններ, անանցանելի ուրախություն, այսօր աշխարհում ոչ ոք կատարյալ ուրախություն չունի, որտեղ տխրություն, այնտեղ ուրախություն, որտեղ ուրախություն, այնտեղ տխրություն, չէ՞, այս աշխարհում կատարյալ ոչ ուրախություն կա, ոչ էլ կատարյալ տխրություն կա, ուրախությունը, տխրությունը շատ փոխկապակցված են, խառնված են իրար, Սողոմոն թագավորի պատմությունը գիտեք, մատանի կար ձեռքին և միշտ նայում էր, եթե ուրախ էր տխրում էր, եթե տխուր էր ուրախանում էր և իր ծառաները հարցնում են, ասում են, թագավոր, այդ ինչ հրաշագործ մատանի է, որ դու տխուր ես, նայում ես, ուրախանում ես, ուրախ ես, նայում ես, տխրում ես, ասում է ոչ մի հրաշագործ մատանի էլ չի, նայեք դուք էլ, նայեք կտեսնեք և կարդում են, սա էլ կանցնի, ուրախությունն էլ կանցնի, տխրությունն էլ կանցնի, ուրեմն այս աշխարհում ոչ լիակատար ուրախություն կա և ոչ էլ լիակատար տխրություն կա, բայց երկինքի արքայության մեջ հավիտենական կյանքում կատարյալ ուրախություն կլինի, Սուրբ Գիրքն ասում է և Աստված բոլոր աչքերից արտասուքները կմաքրի, իհարկե արդարների և սուրբերի համար է այդ ուրախությունը, իսկ մեղավորների համար հակառակն է, ինչպես մեր Տերն է ասում, թե այն ժամանակ կլինեն աչքերի արտասուք և ատամների կրճտոց, դրան հակառակ թշվառությունն է, այսինքն եթե այս բոլոր հոգևոր և մարմնավոր բարիքները Աստված խոստացել է իր սիրելիներին և սա է իրական երանությունն ու երջանկությունը, ապա դրան հակառակ թշվառությունն է, դժոխքում ոչ թե առողջ, այլ խեղված մարմիններ կլինեն, ծուխ կլինի, մրրիկ կլինի, տանջանք կլինի, չարչարանք կլինի, որը մարդու միտքը չի էլ կարող տանել այդ բոլորը, հիմա այս բոլորը երբ որ մենք հասկանում ենք, ընկալում ենք ու պատկերացնում ենք, թե ինչ երանություն է Աստված մեզ խոստացել, մենք պատրաստ ենք նեղություններ, հալածանքներ հանուն Քրիստոսի կրել, որովհետև ասում է, ով հալածվում է, հեռանում է չարից, գնում է դեպի բարին, որտև չարի վերջը բարու սկիզբն է, եթե մենք փախչում ենք չարից, չէ, այսինքն հալածանքն ինչ է, հալածվել նշանակում է հեռանալ, փախչել, գնալ, եթե ինչ-որ մեկը քո հետևից ընկել է, դու պետք է փախչես, որ փրկվես, չէ, հիմա ով է մեր հետևից ընկել այս աշխարհում, մարմինը, աշխարհը և սատանան, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, այս բոլորից ենք մենք փախչում, մարմնի մեղքերից, գայթակղություններից, ցանկություններից ենք փախչում, աշխարհի ունայն ընթացքից ենք, զբաղմունքներից ենք փախչում, որտեղ աշխարհը մեզ անընդհատ թակարդներ է լարում, և վերջո սատանայից ենք փախչում, որովհետև այդ բոլորի հետևը չարն է կանգնած,
Եվ փախչում ենք մենք։ Եթե չարից ենք փախչում, ապա գնում ենք դեպի բարին, Աստծու մոտ ենք գնում։ Հալածանքը սա է նշանակում է հալածվել, փախչել չարից, գնալ դեպի բարին։ Եվ չարի վերջը բարու սկիզբն է։ Ուրեմն երանություն է հալածանքը։ Ինչու՞, որովհետև հալածանքը մեզ մեր նպատակին է մոտեցնում։ Տեսեք, մարդը, երբ որ իր ուզած երկիրը պետք է գնա եւ ճամպրուկները հավաքել է, պատրաստ է, եւ զգում է, որ այդ գնացքը, որ պետք է նստի ու գնա, ինչ որ խանգարող հանգամանքներ կան, հա? Ամեն կերպ ազատագրվում է այդ խանգարող հանգամանքը։ Եթե պետք է իր ամբողջ իրերն է թողնում, ասում են, որ ես նստեմ, գնամ, բացնեմ այստեղից, ազատագրվեմ։ Ճիշտ է, այդպես էլ երբ որ մարդը երկնքի արքայության ճամփորդ է, պատրաստ է ամեն ինչ տալու, որ հասնի իր նպատակին, հավիտենական կյանքի։ Մի թագավոր է լինում, որ իր երկրում հրաման է արձակում։ Ասում է, ես պատրաստ եմ իմ թագավորը զիջել իմ երկրի յուրաքանչյուր քաղաքացու, բայց միայն մեկ պայմանով։ 1 տարի պետք է թագավորի իմ փոխարեն, եւ այդ տարին լրանալուց հետո նրան պետք է մերկացնենք ու գցենք անմարդաբնակ կղզի։ Այնտեղ գազանների կեր դառնալով պետք է մեռնի։ Ով է պատրաստ թագավորել։ Բոլորը հրաժարվում են, բայց մի իմաստուն ճարպիկ երիտասարդ ասում է, ես պատրաստ եմ, բայց քանի որ ես թագավոր եմ, որևէ մեկը իրավունք չունի իմ գործերին խառնվելու, ես ինքնուրույն պետք է թագավոր եմ։ Պայմանը կապում են եւ այդ ճարպիկ երիտասարդը 1 տարի թագավորում է եւ 1 տարին լրանալուց հետո ասում է, դե ինձ մերկացրեք, գցեք այդ անմարդաբանակ կղզին։ Այս թագավորը հետաքրքրում ասում է, իսկ դու այդ ինչ ես արել այս 1 տարվա մեջ։ Ասում է, ես իմաստուն եմ, իմ ամբողջ ունացվածքը ուղարկել եմ, տեղափոխել եմ այդ անմարդաբանակ կղզին, դա անմարդաբանակ չի։ Ես կգնամ մնացած իմ ամբողջ կյանքը կվայելեմ այնտեղ։ Ընդամենը 1 տարի ես չարչարվեցի, ճգնեցի, իմ ծառաների միջոցով ուղարկել եմ իմ ամբողջ հարստությունը այնտեղ է։ Հիմա երկնքի թագավորը Աստված բոլոր մարդկանց 1 տարով թագավորելու հնարավորություն է տվել։ Ո՞րն է այդ 1 տարի։ Մեր կյանքն է։ Յուրաքանչյուր մարդ այս աշխարհ եկավ, թագավոր է։ 1 տարով պետք է թագավորի։ Իմաստուն ճարպիկ մարդը այս երիտասարդի վրա նման իր ամբողջ ունացվածքը ուղարկում է երկինք, ինչպես մեր Տերն է ավետարանում ասում, գանձեր դիզեցեք ոչ թե երկրի վրա, այլ երկնքում։ Եվ երբ որ այս աշխարհից գնում է, միանում է իր կուտակած վարձքին։ Եվ այնտեղ ամեն ինչ իրեն սպասում է, հա։ Ուրեմն մենք էլ այդպես մեզ պանդուխտ պետք է համարենք, ճամփորդ պետք է համարենք։ Այս երկրում մենք աքսորիալ ենք։ Մենք այստեղ չունենք հայրենիք։ Մեստեղ այսօր ժամանակավոր կյանք ապրում ենք, 100 տարի թող լինի, բայց մեզ սպասում է հավիտենականություն։ Ուրեմն այս բոլոր իմաստներով մենք աքսորիալ ենք այստեղ, հալածված ենք, հալածյալ ենք։ Դրա համար է Քրիստոս ասում. Երանի իրանք, ովքեր գիտակցում են, թե ինչի համար են հալածվում, ինչպես են հալածվում, եւ հենց այդ հալածանքն էլ իրենց մոտեցնում է երկնքի արքայության։ Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, ոչ թե իրենց մեղքերի համար։ Մարդիկ կա, որ իրենց մեղքերի համար են հալածվում, դրա երանեցուն չէ, այլ մարդ իր արդարության համար անում, Քրիստոսի պիտի հալածվի եւ երանելի լինի, հա։ Այդ ժամանակը միայն երանություն եւ բոլոր սուրբերն ու արդարները հենց հանուն Քրիստոսի էին հալածում եւ այդ պատճառով երանելի էին։ Հիմա մի ուրիշ հանգամանք։ Այսօր աշխարհում հալածանքներ կան հանուն Քրիստոսի, թե ոչ։ Եթե այս հարցին մենք խորությամբ անդրադառնանք, կտեսնենք, որ հալածանքներ միշտ էլ կան, հա։ Իհարկե, սուրբ նահատակների նման մեզ հանուն Քրիստոսի չեն գլխատում, չեն ջրի մեջ խեղդում, կրակի մեջ չեն այրում,
բայց կան հալածանքներ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, եթե սուրբերը կրակի մեջ էին այրվում, ապա մենք պետք է դիմանանք բարկության կրակին։ Բարկությունը կրակ է։ Սուրբերը հաղթահարում էին կրակը աղոթքով, մենք էլ բարկությունը պետք է աղոթքով հաղթահարենք։ Ուզում ես նահատակության հասնել, ապա բարկությունը հաղթահարի։ Խոնարհվիր, բարկության դեմ հեզություն։ Սուրբերը ջրի մեջ էին խեղդվում, մենք էլ ցանկասիրության ջուրն անում, ջուր է կոչվում ցանկասիրում, գեջ ցանկություն է կոչվում, խեղդում ա մեզ։ Ուզում ես նահատակներին հավասար ջրի մեջ խեղդվել, ցանկասիրությունը հեռացրու, մաքրիր մտքից, հոգուց, մարմից։ Սուրբերը հանուն Քրիստոսի, օրինակ շատ սուրբերի լեզուն կտրեցին, Շամունեի 7 որդիներից լեզուն կտրում էին, դու էլ քո լեզուն կտրիր, չարը խոսելուց, սուրբերը չեն խոսում չարը, բայց լեզուն կտրում էին, մենք էլ մեր լեզուն պիտի փակենք, չարը չխոսենք, լեզուն ինչ է, չարը գազան է, որ դրված է բերանի խոռոչում, այդ բերանի խոռոչը բանտ է լեզվի համար և երկու փական կա, ատամները և շրթունքները, այդ ատամներն ու շրթունքները այդ չար գազանին մեր լեզվին պահապաններ են կախված, կողպեքը դրված, որպեսզի դուրս չթռնի այդ գազանը, բայց ցավոք սրտի այդ մեր լեզուն, այդ մեր գազանը, որ արգելափակված մեր բերանի խոռոչում, այդ կապանքներն քանդում է դուրս է պրծնում և Աստծո վախն է գալիս, որ զգույշ եղիր, որ լեզվով չմեղանչես, որտեղ ով լեզվով չի մեղանչում, կատարյալ մարդ է։ Ուրեմն հանուն Քրիստոսի հալածվել և երանության հասնել նշանակում է մեղքերի դեմ մահու չափ պայքարել և այդ պայքարում մեռնել, ինչպես Պողոս առաքյալն է ասում, մեղքերի դեմ մահվան աստիճան պետք է պայքարենք։ Գիտես, երբ որ մարդը մեղքի դեմ պայքարում է մինչև մեռնելու աստիճան, տեսնում է, որ իզորու չէ իր ուժերով մեղքերը հաղթահարել և խոստովանում է իր ոչնչությունը։ Տեր ասում է, օգնիր ինձ, և Աստված օգնում է։ Մեռնում է մեղքերի դեմ պայքարում, բայց մեռնում է, պարտադիր պիտի մեռնես։ Քրիստոսով հարություն է առնում և հաղթում է մեղքերին։ Եթե դու մեղքերի դեմ պայքարում չմեռնես, հարություն չես առնի, իսկ մենք չենք ուզում մեռնել մեղքերի դեմ պայքարում, ոչ ապրում ենք, ոչ մեռնում ենք, կիսամեռ ենք, իբրև թե պայքարում ենք, բայց այդ պայքարում չենք մեռնում, իբրև թե մեղք չենք գործում, բայց արդարել չենք, այսինքն ոչ մեռած ենք, ոչ կենդանի, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում, ավելի լավ է, առանց վախենալու մինչև վերջ պայքարենք մեղքի դեմ, մեռնենք ու կենդանանանք Քրիստոսով, ամեն։